Hello. Ինչ, շատ անսպասելի նոր վլոգ։ Այսօր լիքը անելու բան ունենք։ Իհարկե, ով եմ ես, առանց իմ սիրելի կինոների, սերիալների, գրքերի, երգերի, մինչև գործերը սկսելը, նայում ենք 5-րդ սերիան The Night of Seven Kingdoms. As will we, my lord. And fight so fierce as one mother. The gods will let us know. Mother loved you best, huh? Sir. My lad. You best be here when I get back. Rob me. Now hold you down. The warrior brought victory to the innocent. Սերիան նայելուց հետո ես շշմած նստած եմ, չեմ ուզում ոչ մի սփոյլեր անեմ, բայց վերջերս նայածս ամենալավ սերիալներից մեկն է։ Ընդհանրապես նկատել եմ, որ ես վերջերս ընդհանրապես այս տիպի սերիալներ, ֆիլմեր չեն նկարում, որովհետև ինձ թվում է շատ թանկարժեք սերիալ է ինքը։ Իր մեջ իր ռեկվիզիտները, նկարած ձևը, դեմ շատ վաղուց sense բան չի նայել, ու sense իմ ամենասիրած ժամանակաշրջանի, տենց fantasy, medieval fantasy vibe of Game of Thrones-ի universe-ի մասին սերիալը։ Այս սերիալն նայելուց հետո միակ բանը, որ մնում անել, դուրս գալ վազելու։ Այս անգամ, քանի որ երկար ժամանակ չեմ վազել, որովհետև եղանակները շատ վատ էին, այստեղ տորնադո էր կոնկրետ դրսում, ու հեռախոսի վրա ալերտան էր գալիս, որ տանից դուրս գալ չի կարելի։ Ու հազիվ երկրորդ անգամ այս տարի ես գնում եմ վազելու։ Մինչև այդ վազում եմ ուղղակի դարուշկայի վրա տանը, վազում եմ, քայլում եմ, բայց դուրս չէի գնացել վազելու, այս անգամ հիմա դուրս կգամ երևի 3-4 կիլոմետր, մինչև 5 կիլոմետր կվազեմ, որ արագ լինի, որ հասնեմ կամ տուն, փոխվեմ, ու այլի նորից դուրս գամ տնից, որտեղ դեռ էլի երկար քայլելու եմ, հենց որ չարժե հիմա երկար հոգնել վազելուց։ Ամենակարևորը վազելուց առաջ այդ թեթև ռաստիաշկա կամ warm-up անելն է, ես արդեն մրսում եմ, չնայած դրսում 18 աստիճան է, բայց հագնում եմ երկար թև։ Ընթացքում եթե շոկ եմ կհանեմ, որովհետև ոնց ասեցի երկար չեմ վազելու, հնարավոր է, որ այդքան էլ մկաններս չտաքանա ու սկսեմ մրսել։ Իտակ վերջին ամենակարևոր բանը, քանի որ իմ շորտը չունի գրպաններ, հեռախոսը պահելու համար, ընդհանրապես ես ամբողջ ժիլետը հագնում եմ մենակ մի բանի համար, որ կարողանամ հեռախոսս վերցնեմ, երգ լսեմ ու ժամանակը կառավարեմ, թե ինչքան եմ վազում, քանի րոպե, քանի կիլոմետր։ Ժիլետը իրականում շատ հարմար է, այստեղ sense ցփով հատված ունի, որտեղ հեռախոսս եմ պահում, ու երբ որ գնում եմ վազելու 10 կիլոմետր կամ ավել, այստեղ ջուր եմ պահում ու հետևի հատվածում էլ ունի դուգզակի պես ցփով հատված, որ երբ որ շոքում եմ, այս երկար թևը հանում եմ ու դնում եմ մեջքի դուգզակի հատվածում։ Всё, I'm ready։ Չէ, ես հենց տնից դուրս չեմ եկել, որովհետև անպայման դեմքի SPF կրեմել է պետք կսել, նենց ուժեղ արևա դրսում, ինձ թվում է հաստատ կվառվեմ։ Վազեցի, բարձրացա սարը, արդեն 2 կիլոմետր անցել է, ու հիմա հետ եմ իջնում այսենց անտառի միջով գնացինք։
Ուղղակի հատ ֆոնը նայեք։ Էս եղել է իմ ամենօրյա երազանքը, որ դուրս գալ վազելու, տենալ այսպես տեսարան, գնալ դեպի ծովը անտառի միջով։ Դեմքից սկսեցի կռեմ, իսկ ոտերից չէ, ու ոտքերս ամբողջովին արևից վարվել են։ Ժամը 4:40 հիմա, ու գնում եմ շատ արագ լողանամ, ու դուրս գնամ գրադարան։ Գրադարանը կակրած ժամը 5-ին է բացվում, ու մինչև պետք է հասցնեմ դուրս գամ մինչև գրադարանի փակվելը։ Ուրեմն, երկար ժամանակ անց ես միշտ երազել եմ, որ այսենց աութվիթ հագնեմ։ Ուրեմն, այսենց աութվիթ, հուդի, շորտիկով։ Ու միշտ Հայաստանում չեմ կարացել հագնեմ, որովհետև Հայաստանում այդպես սեզոն ու եղանակ չի լինում։ Այսենց տաք հուդի հագնելու ու ներքևում շորտիկ։ Ու վերջապես Հիմա որոշել եմ այսօր սենց հագնեմ, որովհետև 19 աստիճան է հիմա ցույց տալիս, ու քանի դեռ արև է, արագ կգնամ գրադարան, հետ կգամ տուն, հույս ունեմ չեմ մարսի են իրիկունվա ցրտոտ ժամանակը դրսում չեմ լինելու։ Okay, I'm ready։ Մինչև դուրս գալու ուզում եմ այս իմ փոքր տերմոս բաժակի մեջ կոֆե սարքեմ, որ մի անգամից կոֆեյով քայլելով գնամ։ Հավես չունեմ մտնեմ, Так, այս մի կապսուլան այսենց լղջված է, հիմա դենամ աշխատի, թե չէ։ Այս սովորական էսպրեսո կոֆե էր։ Ես սուրճը խմում եմ առանց շաքարի, բայց շատ քիչ, շատ չնչին կաթով, որ ուղղակի թեթև այդ իր դառնությունը կոտրվի։ Այսքան։ Վերջ։ Հատուկ կափարիչ ունի։ Սուրճս պատրաստ է։ Գրադարանի քարտը վերցնեմ ու դուրս գանք։ Ես հույս ունեմ, որ ես դելուլու չեմ լրիվ ու չեմ մրսի սենց։ Այս վերջերս չգիտեմ ինչ պատճառով դեմքիս ակնե է դուրս եկել, որ ընդհանրապես իմ դեմքին հիմնական անգամ այտերից վրա երբեք ակնե դուրս եկացած չկա։ Բայց այս քանի օր այսինց եմ փորձում եմ հասկանամ ինչից է այդ սկսել։ Չէ, լավ էլ տակա։ Հաստատ չեմ մրսի, ուղղակին հենց ամպեր են, ոնց որ թե պետք է անձրև կա, են լավ տաք եղանակն է անձրևից առաջ։ Բրա, լրիվ թափել է սունկիս մեջ կոֆեն։ Պատմեմ գրադարանի մասին, այստեղ հիմնականում ամենաշատ գրքերը որ կան, այդ կատալերեն լեզվով գրքերն են, դրանից հետո իսպաներեն գրքերը ու հետո արդեն մնացած տարբեր լեզուներով, բայց նաև կա լիքը անգլերեն, ռուսերեն, ուկրաիներեն գրքեր։ Ես հիմնականում ընտրում եմ իմ գրքերը անգլերեն լեզվով, իսկ իսպաներեն երբ վերցնում եմ կոմիքսներ, այլ ոչ թե գրքեր։ Ստեղ գտա Ջորջ Մարտինի անունը այս գրքի մեջ, որ ինչ որ մի պատմվածք նաև ներգրաված է այս գրքում ու շատ հաստ գիրք էր ու տենց էլ չորոշեցի ես վերցնեմ, որովհետև ոչ միայն ինքն է, այլ նաև ուրիշ գրողներ կային։ Ու իհարկե ամբողջ Game of Thrones-ի սերիաները այստեղ կա ու մի հատ ասեք, մենակ ես եմ այսքան սիրում գրքեր, որոնք սկսում են տարբեր քարտեզներով։ Ոնց արդեն ասեցի, իմ ամենասիրած ժանրը այդ medieval fantasy-ն է
ու քարտեզները, որ ամեն անգամ կարդում ես, հետո հետ ես բացում առաջին էջը, քարտեզով ստուգում, թե որտեղից որտեղ քայլեցին, իմ ամենասիրած անելու բանն է գիրք կարդալու ընթացքում։ Բայց իմ որոշումը վերջում կանգնեց այս երկու գրքերին, ավելի փոքր, թեթև, ու հեսա հասնեմ տուն ու միասին overview անենք այս երկու գրքերի։ Ինչ կողմ հատ մառոժնի վերցնեմ ճանապարհին։ Okay. Ինձ ես հենց այստեղ այսենց մի անգամից կգնամ ու կքնեմ։ Չնայած որ սենց շատ ակտիվ եմ այսօր առավոտվանից, եկեք չմոռանանք, որ ես ժամը 6:30 եմ արթնանում ամեն օր։ Իմ գործը սկսում է ժամը 7-ին ու ես 6:30 արթնանում եմ, ինչով պատրաստվում, չնայած որ տնից եմ աշխատում։ Հենց որ իմ ամենօրյա ռուտինան իրականում նենց է, որ ես աշխատանքից հետո քնում եմ, բայց այսօր, քանի որ ուզում էի գրադարան գնայի, էլ չքնեցի ու հիմա հասկանում, որ էլ չեմ դիմանում։ Իտակ վերցրել եմ 2 հատ գիրք, երկուսն էլ սենց փոքրիկ։ Առաջինը Virginia Woolf-ի Monday or Tuesday։ Virginia Woolf-ի մասին լիքը լսել եմ, երբեք չեմ կարդացել իրա ոչ մի ստեղծագործություն։ Այս անգամ սենց մտածեցի տալ Virginia Woolf-ին շանս, շատ եմ լսել իրա մասին, որպես ավտոր, բայց ոչ մի ստեղծագործության անուն անգամ չգիտեմ, պետքա մի հատ ինտերնետում research անեմ, հասկանամ ով է ինքը, Միշտ ես երբ որ ինչ-որ գրքեր եմ վերցնում, ինձից առաջ այս գիրքը վերցրած մարդկանց կուպոնները մեջը կա։ Իսկ այս երկրորդ գիրքը, եթե դուք Pinterest մտել եք, չնայած Pinterest չէ, Tumblr։ Եթե դուք Tumblr ունեցել եք ու Tumblr մտել եք, այս Rupi Kauri Milk and Honey գիրքը հաստատ գիտեք, որովհետև Tumblr Girl era-ում այս գրքից լիքը post-ում էին։ Իրականում հեչ չեմ սիրում այս տիպի գրքեր, այն որ սենց այսինքն էջեր են։ Եվս տալիս եմ շանս այս գրքին, միշտ տեսել եմ Tumblr-ում, հիշում եմ, որ անգամ ես էլ էի post-ում, չեմ ունեցել այս գիրքը, երբեք չեմ կարդացել, բայց տարբեր սենց նկարներ որ տենում էի այս գրքից ու իլյուստրացիաներն շատ կայֆն են, անընդհատ post-ում էի։ Rupi Kaur, I'm giving you a chance։ Բայց այս Virginia Woolf-ի համար ավելի ոգևորված եմ Ես գիրքը կարդամ, հենց որ առաջինը այս եմ սկսելու։ Շնաց ինձ թվասրանք իրար հետ հանգիստ կարելի է կարդալ, որովհետև այս գիրքը այդքան էլ սյուժետային չի ու ուղեղիս մեջ չեն խառնվի իրար։ Այս ավելի շատ ոնց որ բան լինի։ Այ հիմա ես հասկացա, այս գիրքը այն ժամանակ երբ որ TikTok չկար, Reels չկար, դրա համար է այս գիրքը, այսի ոնց որ sense ֆիզիկական TikTok ու Reels լինի, որ sense արագի մեջ sense երկու տող կարդում ես ու scroll ես անում, երկու տող կարդում ես ու scroll ես անում, sense Ասեք, որ ես ճիշտ եմ։ Գնում եմ պատվերս վերցնելու, հատուկ բեռերի եմ վերցրել աշխատանքի տեղը, հենց նոր ծնգած, որ հասել է պատվերը, ու հենց, չգիտեմ, 2 րոպե հետո գնում եմ վերցնելու, հեսա որ կզարմանան, կմտածեն, թե դրան դեմը նստած սպասում էի, թե երբ է հասնելու պատվերը, որ մտնեմ վերցնեմ։ Ինչ լավ արևատակ։ Հասա։ Ալա, գերարեգո խերմի պակետ է։ Բարևում եմ, որ մտնեմ ասեմ։ Այսօր առավոտից արդեն 6 կիլոմետր քայլել եմ ու արդեն հոգնած եմ։ Զգում եմ, թե ոնց է, որ պրոստը որ պետք է երկրորդ հարկ բարձրանամ, աստիճաններով արդեն ոտերս չի ձգում։ Սուրճս պատրաստ է, գնանք բալկոն unboxing անենք։ Ուրեմն ակնոցներ
Իմ հանքը իհարկե ինքը մի քիչ մեծ է, ոչ շատ մուգ ապակինորով, ոչ շատ դեղին, որովհետև սենց ակնոցներ ունեն, որ ինձ դեղին ապակիներով են։ Ապակիները լավն են, բայց ինձ թվում է մի քիչ մեծ է հագս։ Պատվիրել եմ 100 հատ մազի ռեզին, այսենց 100 հատ, ներվերս էլ չեր հերիքում, որ ամեն անգամ կորցնում եմ ես մազի ռեզինները, ու ուղղակի այսենց մի պաչկա 100 հատ մազի ռեզին եմ պատվիրել, որ իմանամ, որ լիքը ունեմ, ինչքան ուզենամ կարամ օգտագործեմ, կորցնեմ, այդպես անվերջ, ինձ թվում է այդ մինչև կյանքիս վերջ կօգտագործեմ այդ մազի ռեզինները։ Այս պայուսակը, մի հատ այսպես ամենօրյա պայուսակ է ուզում, որ կարողանայի crossbody կողքի գցեի ու լինի ցեպով ամենակարևորը, որովհետև իմ բոլոր պայուսակները չգիտես ինչի կնոպկայով են փակվում ու ինձ պետք է որ անպայման լինի ցեպով, շատ լավն է։ Սովորական սիրի ամենաշատը դուրս եկել է այս գործած ցեպի վրայի բաները, ասենց ոնց որ տեսակ շնուրուկի մատերիալից գործած charmer լինեն։ Պատվիրել եմ ակնեի համար նախատեսված պատչեր, այսենց միկրո ասեղներով, micro needle patch։ Չեմ ուզում էլ կեղտոտ ձեռքերով ավել ձեռք տամ սրան։ Ես պետք է պայուսակ լիներ, որ պայուսակի համար մի քիչ շատ լղջված ձևով է։ Չէի պատկերացնում, որ սենց լավ մատերիալի, մի քիչ ավելի մեծ էի պատկերացնում, բայց կարևորը հարմար լինի, սենց ուսին գցել, ոնց որ մի քիչ կարճ է։ Այս պայուսակն է 10-ից 10։ Ես ինքս ինձ խոսք էի տվել, որ տենց բարախլով բաներ շատ չեմ առնելու էլ, որովհետև իրեր կան, որ առնում եմ, ընդամենը 2-3 անգամ օգտագործում եմ, ու ընդհանրապես էլ չեմ օգտագործում, ու առաջ որ էլի ինչ որ մեծ գումար տալիս էի մի իր առնում եմ, հասկանում եմ, որ ինձ այդ չի սազում կամ այդ գույնը դուրս չի գալիս։ Համար հիմա երբ որ ինչ որ էքսպերիմենտ եմ անում, օրինակ սենց պայուսակ առնելու դեպքում, ուզում եմ հասկանամ, օրինակ ինձ դուր կգա կամ իմ ստիլով է, իմ outfit-ներից հետ կսազի այս տիպի պայուսակ, արդեն երբ որ զգամ, եթե իրան շատ եմ օգտագործում, դրանից հետո որոշում եմ արդեն ինչ-որ մի լավ ֆիրմայից հատուկ ման գամ, գտնեմ հատուկ մի պայուսակ, որ էդ էլ գնեմ, ու ոչ միայն պայուսակների մասին է իմ ասածը։ Չէ, ոնց որ ակնոցներն էլ դզեց։ Outfit of the day, բայց պայուսակի կանթերը շատ կարճ է ուսից գցելու համար գլամ չկայի պես։ Բայ բայ։ Մի հատ նենց կայֆ բան եմ պատվիրել, որ անհամբեր սպասում էի, շատ տարօրինակ ու շատ կայֆ հետաքրքիր բան կա այս պատվերի մեջ։ Fragile, handle with care, դոկումենտ։ Սենց, ստեղ գրած է coffee time, բայց ինչ-որ հենց աչքիս ընկավ հենց ամենասկզբում, սենց ինչ-որ կեղտոտ հատված ունի։ Ամենակայֆն է, ինքը կերամիկա է ու լավ ծանր է։ Ահա, և հաջորդը նույնի կանաչը։ Այ կանաչը ավելի սենց մաքուր է այս հատվածը, փորագրած coffee time, լրիվ նույն տիպի, բայց կանաչ գույնի, երկուսն էլ սենց գույները շատ են դուրս գալիս, արդեն սկսել եմ ավելի շատ հակված լինել սենց կարգի գույների, ոչ թե ուղղակի պաստելային գույներ, այլ սենց բնական earthy colors, հա, ինչ որ տաք, ասենք անտառ հիշացնող, հա, գույների կլաս։
Հաջորդ կոֆե սրանց մեջ եմ անելու։ Մի հատ long sleeves, այս ոնց իմ հագը հիմա տեսնում եք, այս մոխրագույն տոպը, պատկերացրեք այտենց, բայց երկար թև, մոխրագույն, բայց ամենասիրուն ու կայֆ բանը, ուղղակի սովորական ջինսից, շալվարով, բոթասներով, կեպկայով ու ասենք մի երկու աքսեսուար, ժամացույց ու վզնոց։ Իմ ստաբիլ մշտական լուքը վերջին մի քանի ամսվա ընդհանրապես չունեի արծաթագույն սովորական սենց հուպ ականջողեր։ Շնենց այդքան էլ իրանք կլոր հուպ չեն, ավելի շատ սենց ինչ-որ օվալային են։ Ու ամենասովորական վզնոցը ընդամենը մի հատիկ այսենց քարիկով։ Ես ինձ ինչ-որ արծաթագույն բան էի ուզում, ընդհանրապես իմ աքսեսուարների գույնը ոսկի գույնն է, դե նկատել եք միշտ ոսկի գույն ականջողեր, ոսկի գույն վզնոցներ եմ կրում, բայց այս վերջերս ինչ-որ արծաթագույնն եմ էլի հետ գնում, ու ընդհանրապես արծաթագույն բան չունի, որտեղ մի պահ եղավ մտածում էի, որ ես մենակ ոսկի գույն եմ կրելու, ու սա իմ արծաթագույն աքսեսուարները տվեցի ուրիշին, բայց հասկացա, որ սկսում եմ էլի արծաթագույնին հետ գալ։ Ու վերջին բանը սենց brush եմ պատվիրել։ Իրականում ընդհանրապես ինձ բան պետք չէր, սենց բան չէի ուզում, բայց պետք էր լրացնեի պատվերի գինը, որ առաքումը անվճար լիներ։ Որ շատ լավ exfoliate է անում մարմինը։ Չգիտեմ ինչի հիշացնում է ձիերին, երբ որ սաներում են այդ։ Ամենաշատը, որ ես ուրախացել եմ այսրանց համար։ Այս երկու կլասնի բաժակների համար։ Այսքանը, մերսի նայելու համար։